Սովորաբար մեզ դիմում են հենց հիմնականում հողատարածք ունեցողները, որոնք որ չունեն բավարար միջոցներ, իհարկե նրանք այդ հաշվիչով միանգամից երբ որ հաշվում են, պատկերացնում են, որ արդեն հեսա որ կառուցել ինքը մի քանի միլիոն կունենա, բայց դա այտենց չի, դա շատ բարդ է առաջին հենց այդ կոնցեպտի ընտրությունը կախված է արդեն շուկայի վիճակից, միջավայրից։ Բայց դուք մասնակցում եք կոնցեպտի ընտրությանը։ Իհարկե, մենք ենք առաջարկում օրինակի համար բաց են քաղաքաշինական սահմանափակումներից, լավ հարկայնություն եւ այլն, մենք ենք առաջարկում օրինակ այս հատվածում լավ կլինի Այսինքն կարող է ինչ-որ մի մարդ գա ով գասի որ ես ուզում եմ ստեղ հյուրանոց սարքեմ, դուք նայեք ելքային տվյալները, ասեք եղբայր ավելի ճիշտ կլինի բիզնես կենտրոն լինի, ստեղ ոչ թե հյուրանոց։ Ինչ-որ հաշվարկներով ցույց տաք իրան տարբերությունները։ Այո։ Դա արդեն զոնավորման խնդիր է, արդեն նայում ենք միջավայրում ինչ կա աշխատի այդ օրվա շուկայի պահանջարկը, ինչպիսին է մեր գործընկեր ինվեստորները ինչ նախագծերում են ուզում ներդրումներ կատարել, այո, սրանք բոլորը համալիր հարցերի խումբ են, որոնք որ քննարկվում են